Տիկին Հովսեփյան, քանի որ ձեր ֆրակցիայի ղեկավարը ոնց որ չի հերթագրվել, ձեզ իր հարցը էլի տամ։ Գրիչ էլի։ Որ արևմուտք ենք մենք դեպի թեքվում։ Որ երկիրն է մեր արևմուտքում։ Որ երկիրն է։ Որ երկիրն է։ Հասկանալ է ձեր նկատը։ Կասեք երկյանն է։ Այսինքն ուզում եք ասել, որ Թուրքիան է անցել Եվրոպա ճանապարհը։ Հայաստանից, Երևանից ժողովուրդ, որ թեքվում ենք դեպի արևմուտք։ Որ երկիրի սահմանն է։ Թուրքիայի Հանրապետություն։ Այսինքն դրանով են գնալու դեպի արևմուտք եւ երբեք էլ արևմուտքը չենք տեսնել։ Մեր արևմուտքը մեր երկրի։ Ցավոք Հունաստանը չէ։ Հիմա կանգնած ենք։ Տիկին Հովսեփյան, արդյոք դուք այս ակնարկը կամ ուղիղ խոսքը կիսում եք, որ մենք երբեք էլ Եվրամիություն չենք կարող գնալ, չենք կարող եվրաինտեգրվել, որովհետև ցավոք Հունաստանը չէ մեր արևմուտքում։ Շնորհակալություն։ Կրկին վառապացույցը կոմունիկացիոն խնդրի, իսկապես մենք երբ որ նայում ենք, այսինքն սա օբյեկտիվ իրականություն է, նայում ենք քարտեզ Հայաստան, Հայաստանից արևմուտք, Ժողովուրդ ջան, աշխարհագրության որ դասարանն է, նայում ենք Մի արձագանքեք տեղից, պարոն Գաբրիելյան, շարունակեք տիկին Հովսեփյան։ Շնորհակալ եմ, պարոն Ալեքսանյան։ Երբ որ նայում ենք իսկապես որերոր դասարանի քարտեզը դասարանի դասագիրքը պետք է բացենք, որ տեսնենք, որ իսկապես Հայաստանի աշխարհագրությունը նայելով, երբ որ մենք նայում ենք դեպի արևմուտք Հայաստանի, դա Թուրքիան է։ Այդտեղից ձեր եզրակացությունը, որն է մեկնաբանությունը, սա այլ հարց է, բայց այն որ իսկապես դա այդպես է, դա անհերքելի է, եթե մենք խոսում ենք այն մասին, որ արդյոք եվրաինտեգրման թեմաներն են քննարկում, ես իմ ելույթում կրկին նշել եմ։ Եվրաինտեգրումը, Եվրոպական միության անդամակցությունը, Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը իրար հետ փոխկապակցված, բայց նույնական չեն։ Մենք կարող ենք ունենալ արևմուտքում հարևան որպես Թուրքիա, բայց կարող ենք խորացնել մեր հարաբերությունները եւ պետք է խորացնենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ, պետք է խորացնենք եւ ավելի համապարփակ դարձնենք եվրաինտեգրման գործընթացները եւ ինչպես որ երրորդ մակարդակը որ նշեցինք Եվրոպական միության հետ անդամակցության հարցը արդեն երրորդ մակարդակն է գալիս այդ ամենը անելուց հետո մի հատ կհասկանանք մի հատ կվերլուծենք որովհետեւ դա ոչ հիմա որոշելիքն է ոչ էլ կարծում եմ մոտակա տասնամյակների հարց է Եվրոպական միության անդամակցության հարցը ինչպես որ անգամ ձեր ղեկավարը հայտարարեց որ այսօր դա այլընտրանք չէ Արձագանք Տիկին Հովսեփյան, կոմունիկացիայի խնդիր արձանագրելուց առաջ հիշեք ժողովրդական ասույթը, որ ուղիղ խոսքը էշին են ասում։ Դուք շատ ուղիղ ակնարկով ասում եք, որ անհնար է եվրաինտեգրում, որտեղ մեր արևմուտքում Հունաստանը չէ, Թուրքիան է, ոնց պետք է ավելի ուղիղ ասել սրա մասին։ Ճիշտ ասացիք, որ հետագայում հարցնելու հարց է Եվրամիության ճանապարհը ի վերջո Եվրամիություն, պարոն կապիտան մի հուշեք, ի վերջո Եվրամիություն անդամակցության դիմում տալիս ենք, թե ոչ, այո, դա մենք ենք ասել։ Հիմա դուք, որպես հավակնորդ այս հանձնաժողովը նախագահելու, ո՞նց եք վերաբերվում Հայաստանի Հանրապետության ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքին, եւ եթե լինի հանրաքվե, ինչպիսի դիրքորոշում կարտահայտեք լինելով հենց դրան միտված հանձնաժողովի նախագահ։ Իմ ամբողջ ելույթը երեք հենց խոսվում էր եվրաինտեգրման կարևորության մասին եւ դուք հիմա պնդում եք որ մենք դեմ ենք եվրաինտեգրմանը շատ հետաքրքիր եզրակացություն է հարցը այն է որ պետք է ընդամենը ավելի երևի ուշադիր լսել երկրորդը երբ որ խոսում եք օրենքի մասին ես օրենքին իհարկե ավելի մանրակրկիտ կանդրադառնամ որովհետեւ մենք փաստացի ունենք մի այնպիսի իրավիճակ որ ունենք օրենք, մեկ տողանոց օրենք առանց հիմնավորումների եւ ունենք մի իրավիճակ, երբ որ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ այդ օրենքում ներառված բովանդակությունը այսօր այլընտրանք չէ։ Այստեղ առաջանում է որոշակի հակասություն, որոշակի չգիտեմ միտումնավոր թե ոչ միտումնավոր դուք ավելի լավ կիմանաք, բայց երբ որ հայտարարվում է, որ չունենալով այս այլընտրանքը անկեղծ չի լինի մեր բնակչությանը նման
հարցի առաջ կանգնեցնելը համարում եմ նաև ոչ անկեղծ ձեր այս հարցադրումը։ Շնորհակալ եմ։